Փաշինյանին հունից հանել էր բրիտանացի պատգամավորի այսպես մեկնաբանությունը, որ հարցի մեջ օգտագործել էր Զանգեզուրի միջանցք, չնայած պատգամավորը հարցրել էր, որ Ադրբեջանի շահը հասկանալի է, Հայաստանի շահը որն է, բայց Փաշինյանը ավելի շատ սևեռվեց հենց այդ բառակապակցության վրա եւ նորից այսպես ճիշտ բառապաշար օգտագործեք, նորից Ալիևին դիմեց, բայց 2 ամիս առաջ ինքը լրագրողներին ասում էր, պետք չի տենց ալերգիկ ձևակերպումներ ունենա, ալերգիկ ապրումներ ունենալ, նույն այդ Զանգեզուրի միջանցք արտահայտությունից ինչ է փոխվել այս ընթացքում, արդեն այդ ալերգիկ դրսևորումները ստացել են։ Ես կարծում եմ, որ հիմնական բանը, որը տեղի ունեցել փոփոխությունը, օգոստոսին Վաշինգտոնյան այդ պայմաններից հետո, դա բուն բանակցային գործընթացում տեղի ունեցող process-ներ են, որոնք դեռևս խորքում են եւ դրա դրսևորումները տեսանելի լինում միայն հանրային տարբեր այսպիսի միջոցառումների ժամանակ։ Պատահական չէ, որ այդպիսի կարևոր ինստիտուտ կամ հաստատություն ներկայացնող ամբիոնի մոտից Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինում արձագանքելու ձևակերպումների, որոնք անընդհատ շրջանառվում են, բայց գործող իշխանությունը անդադ փորձում է քողարկել դրա գոյությունը։ Այսինքն այն, որ նաև այստեղ մեր հասարակական քաղաքական դաշտում խոսվում էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, դա նրանից չէ, որ դա Հայաստանում էր որիվել, մտածվել, դա նրանից էր, որովհետև դա անդադ շրջանառության մեջ էին մտցնում Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ դրանք նաև միջազգային տարբեր հարթակներում հնչեցվող եւ դրա ներքո ներկայացվող որոշակի հիմնավորումների արդյունք էին։ Հիմա իմ կարծիքով ինչ է տեղ ունում այս process-ում։ Որևէ պայմաններում Նիկոլ Փաշինյանը սրա մասին չէր խոսել։ Չէր խոսել ցույց տալու համար, որ իրականության մեջ կա խնդիրներ բանակցային գործընթացում, որովհետև 1.5 ամիս է հայ հասարակությանը անընդհատ փորձում են համոզել, որ խաղաղությունը ոչ միայն ձգտում է, նույնիսկ փաստ են որպես փորձում ներկայացնել։ Եթե խաղաղությունը փաստ է, ապա ինչպես է Ադրբեջանի նախագահ օգտագործում բառապաշար, որ օգտագործում էր 1 տարի առաջ, 2 տարի առաջ, 3 տարի առաջ։ Ինչու է այս պարագայում տարբեր օրենսդիր մարմին ներկայացնող տարբեր ներկայացուցիչներ իրենց հարցադրման մեջ օգտագործում այդ ձևակերպումը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս։ Շատ մեծ հավանականությամբ սա պայմանավորված է նրանով, որ բանակցային գործընթացի այն ճակերտավոր արդյունքները, որը ներկայացվել է հանրությանը օգոստոսի 8-ի այդ Վաշինգտոնյան հանդիպումներից հետո, դրանք ամբողջական չեն, կամ ինչպես մենք ավելի վաղ սրա հետ կապված նշում ենք, տարբեր նաև փորձագետներ, կան պայմանավորվածություններ եւ կան Հայաստանին վերաբերող մոտեցումներ, որոնք զուտ անորոշության մեջ են եւ որոշակիություն չեն ներկայացնում։ Օրինակ, մեկ օրինակ էլ այս մասով բերեմ։ Հիմա տեսեք, այն ինչ որ պետք էր Ադրբեջանին կոմունիկացիայի առումով Հայաստանի տարածքով Նախիջևան ինքնավար հանրապետությանը կապ ապահովելու մասով իրենք ապահովեցին։ Հիմա թե Հայաստանի ինչ կանի, ինչ կառաջարկի, Ադրբեջանը դա այլևս չի հետաքրքրում։ Մեզ վերաբերող առաջնահերթ խնդիրները, որոնք վերաբերում էր գեյների, ռազմագեյների հարցին, վերաբերում էր Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը, ոչ մի որոշակիություն չմտցվեց։ Թողեցին դելիմիտացիայի, դեմարկացիայի, անորոշ եւ ժամանակը դեռևս չգիտեն գործընթացի վրա եւ այլն։ Հիմա այս պայմաններում բնական է, չէ՞, Ադրբեջանը օգտագործում է իր հնարավորությունները հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանի իշխանությունը վաղուց այլևս բաց քարտերով է խաղում, անընդհատ փորձում են ճնշումները մեծացնել Հայաստանի Հանրապետության վրա, որպեսզի կարողանան առավելագույն իրենց խնդիրը լուծել։ Իհարկե, այստեղ կա նաև Ալիևի որոշակի փառասիրությունը, որտեղ մի կողմից Ադրբեջանում գիտակցում եւ արտահայտում են, որ իրենց համար իրենց պատմական իղձեր իրացնելու համար Փաշինյանական իշխանությունը բարենպաստ, առավելագույնս բարենպաստ իրավիճակ է ստեղծել, բայց հաշվի առնելով նաև Իլհամ Ալիևի փառասիրությունը եւ նաև տարածաշրջանային ամբիցիաները, որոշակի դրսևորումներ անընդհատ սրա հետ կապված լինելու է։ Ընդ որում ես մեկ հանգամանք էլ ավելացնեմ, այն, որ Ադրբեջանը հայտարարում է ռազմական բյուջեի մեծացման մասին, այն, որ Ադրբեջանը շարունակում է խոսել ուժի դիրքերից, հայտարարելով, որ միջազգային իրավունքում գերիշխող են մնում ուժի դիրքերից հանդես գալը, սա եւս մեկ հանգամանք է, որը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ճնշումները Հայաստանի վրա մեծացնելու է
եւ այն, որը արդեն իսկ այն շահերը, որոնք արդեն իսկ զոհաբերել է հանուն Ադրբեջանի, այս պարագայում դրանով կանգ չեն առնելու։ Ադրբեջանը իշ կարողանալու է, քամելու է, պոկելու է միջև այն պահը, երբ որ Հայաստանի Հանրապետությունը իր ինքնիշխանության առումով ամբողջությամբ այլևս կգտնվի թուրք-ադրբեջանական վերահսկելիության դաշտում։ Պայմանավորելի է կարճ ասել, իշխանության խաղաղության օրակարգը տապալվել է։ Իհարկե կարճ կարելի ասել, որ փչված փուչիկը, որի անվանումը ստացել էր խաղաղություն, դա գոյություն չունի եւ իշխանության համար որոշակիորեն նյարդային արձագանքներ է առաջացնում, որովհետեւ ընտրական process-ներին քիչ ժամանակ է մնացել, իսկ նրանց հաղթաթուղթը այն է, որ հասարակությանը փորձելու է ներկայացնել փաստաթուղթ, որի վրա գրված է պարզապես խաղաղություն։ Իհարկե կարելի է շատ կարճ նաև դրսևորել, ես փորձում եմ մի փոքր ավելի ծավալուն խոսել, որպեսզի մեր լսարանի համար, մեր հասարակության համար շատ ավելի հստակ լինի դետալային առումով, թե իրականում ինչ ունենք եւ ինչ է այսօր մեր իրականության մեջ տեղի ունենում։ ՄԱԿ-ի ամբիոնից Ստրասբուրգում Փաշինյանը դժգոհում է Ալիևի բառապաշարից։ Ինչու՞ չի զանգահարում Թրամփին։ Անկեղծ ասած, կզանգահարեք, այսինքն իր հետ են ստորագրել այդ պայմանավորվածությունը եւ ասում է այդ թղթի տակ այդպիսի ձևակերպում չկա։ Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները փորձ կատարած կլինեն այս թեմայով կոնտակտ հաստատելու եւ հետագայում Ադրբեջանի կողմից հնչող բառամթերքը որոշակի փոփոխություն ենթադրելու ակնկալիքով, բայց միգուցե դա չի ստացվել եւ բնականաբար դրա մասին չեն հանրայնացնում եւ այս պարագայում այդ խոսությունը շարունակում է։ Եվ երկրորդը նաեւ պետք է հասկանալ, որ Միացյալ Նահանգները շատ ավելի մեծ խնդիրներ ունեն, աշխարհի բոլոր հատվածներում Միացյալ Նահանգները փորձում է իր դերակատարությունը ապահովել, միայն Հայաստանը չէ եւ Հայաստանով չեն զբաղվում եւ Հայաստանը նրանց համար ամենօրյա քննարկման առարկա չէ։ Հիմնականում շոշափում է Հայաստանի, Ադրբեջանի անունը այն ժամանակ, երբ որ անհրաժեշտություն կա նշելու այն երկրները կամ ռեգիոնները, որտեղ Տրամպը արդեն իսկ հնարավորություն ունեցել միջամտելու եւ այսպես ասած խնդիրները լուծելու։ Բայց այլ է խնդիրը, ներողություն, այլ է խնդիրը երրորդ, չորրորդ պետությունների համար, որոնք լուծվում են Հայաստանում, մեկ այլ բան է մեզ համար, որովհետեւ եթե խոշոր պետությունների համար 10 գյուղ կամ 10 քաղաք էսկոմ կամ ենկոմ որևէ խնդիր չեն լուծում, իրանք ունեն կոմունիկացիա եւ այդ կոմունիկացիայի նկատմամբ վերահսկողության խնդիր, որը նաեւ փոխակերպում է քաղաքականի, ապա Հայաստանի համար դա ինքնիշխանության խնդիր է, տարածքների խնդիր է, անվտանգության ապահովման խնդիր է, որի հետ կապված Հայաստանի իշխանությունը որևէ լուրջ խնդիր չի լուծել, ավելին մեր այսօրվա վիճակը հնարավորություն է տալիս Ադրբեջանին մեր նկատմամբ ունենալ եւ կիրառել շանտաժի եւ ճնշման այլ գործիքներ։ Իսկ Թրամփը ինչու չի հիշատակում անընդհատ մոռանում է Հայաստանի անունը, այդ տղա է ասում, Ալբանիա է ասում։ Սա մեծ առումով ցույց է տալիս այն վերաբերմունքը, որ այսօր ձևավորված է Հայաստանի իշխանությունների մասով, կրկնում եմ, որովհետև որքան էլ Հայաստանից փորձ է արվում դա ներկայացնել որպես պատմական իրադարձություն, ինչը միանշանակ կարելի է ձևակերպել Ադրբեջանի համար որպես պատմական իրողություն, բայց ոչ երբեք Հայաստանի համար, բայց մեծ երկրների համար սրանք որոշակի կետեր են, որտեղ կա կոմունիկացիայի, քաղաքական ազդեցության, ռեգիոնում այլ դերակատարների հաշվին ավելի մեծ շահեր ձեռք բերելու, ընդլայնվելու մասով եւ այս տեսանկյունից բնականաբար Հայաստանի իշխանությունը կամ նրա գլխին կանգնած անձը որևէ նշանակություն չունի։ Պարոն Աբրահամյան, Թուրքիայի անվտանգության խորհրդում կրկին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցն է քննարկվել եւ այսպես իրենք վերահաստատել են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իրենց մոտեցումը։ Դուք որևէ շանս կամ որևէ ազդակ տեսնում եք բացի այդ կամ արդյոք համարում եք, որ սրանք պրոտոկոլային հայտարարություններ են, թե իսկապես կարող են ազդակներ լինել մինչեւ հայ-ադրբեջանական կարգավորումը հայ-թուրքական գործընթացում որևէ առաջընթացի։ Ես վստահ եմ, որ զուգահեռ ընթացող հայ-թուրքական process-ը անմիջական փոխկապակցության մեջ է Հայաստան-Ադրբեջան բանակցային process-ը։ Թուրքիան իր դերը ամբողջությամբ օգտագործում է որպես Հայաստանի նկատմամբ ճնշումների եւ ազդեցության լրացուցիչ միջոցի, որպեսզի հնարավորություն ստանան համատեղ ուժերով Հայաստանին ստիպել շարժվել այն ճանապարհով, որը Ադրբեջանն ու Թուրքիան առաջնահերթ են համարում։ Թուրքիայի հնարավոր քայլերը Հայաստանի մասով
պայմանավորված են լինելու միայն բացառապես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով, ավելին ասեմ, նաև այդտեղ նկատվող ցանկացած դինամիկայի վերլուծություն նաև հնարավորություն է տալու մեզ հասկանալու, թե իրականում ինչ ունենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Հիմա տեսեք, մեզ համար կարևոր որևէ հարցում, այս բան եթե դուք տեղյակ եք որևէ գործընթացից, ասեք, որ Հայաստանի հետ կապված այդ պայմանավորվածությունների արդյունքում որևէ բան է տեղի ունեցել։ Ինչ է ներկայացնում իշխանությունը, ասում է, գիտեք, սա մեր համար ինքնիշխանության ընդգծում, մեր տարածքային ամբողջականությունը ֆիքսում, ասում են բաներ, որոնք գիտեք օդում կախված է, բայց ոչ մեր տարածաշրջանում, ոչ մեր տարածաշրջանը դուրս որևէ իրավիճակի բռնկման պարագային որևէ խնդիր չի լուծում։ Նայեք ինչ է տեղի ունենում վերջին 5 տարիներին աշխարհում, ու կտեսնեք, որ այն ինչի մասին Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որևէ երկրի համար ոչ եղել է խաղաղության երաշխիք, ոչ էլ ապահովություն է ապահովել որևէ ժողովրդի համար։ Իսկ Ադրբեջանը կոնկրետ գնում է առարկայական իր առաջնահերթությունների ձևակերպման, դրանք օրակարգ բերելու, Հայաստանի կողմից պայմանավորվածություն եւ համաձայնություն ստանալու ճանապարհով, իսկ Հայաստանի հետ կապված մնացած բոլոր մոտեցումները պարզապես անորոշ սպասումներ են, որոնք նույնիսկ ժամանակային արձանագրում չունեն։ Պարոն Աբրահամյան, եւ մի հարց էլ ուզում եմ ձեզ տալ, ես իհարկե գիտեմ, որ ընդդիմությունը այդպես էլ 44 օրյայի զեկույցին չմասնակցեց, բայց այդ զեկույցը պատրաստ է եւ հիմա կարծես թե ընթացակարգերի ամեն դեպքում ասում են, որ խնդիրը ընթացակարգերն են, զեկույցի հրապարակման հետ կապված ազգային ժողովի նախագահն ու պաշտպանության հանձնաժողովի նախագահը ինչ որ տարբեր մեկնաբանություններ են անում, օրինակ ազգային ժողովի նախագահը ասում է, այդ զեկույցը դեռ պատշաճ կերպով չի էլ հանձնվել, ազգային ժողովի ղեկավարությանը Անդրանիկ Քոչարյանը սպասում է, որ այդ զեկույցը արդեն հայտնվի լիագումար նիստերի օրակարգում, ձեր գնահատմամբ ինչ է տեղի ունենում, իսկապես ընթացակարգերի եւ տեխնիկական հարցերի հետ կապված տարաձայնություններ են, թե այստեղ այլ խնդիր եք դուք տեսնում։ Նախ քաղաքական մաս եթե մի կողմ դնենք, կա ընթացակարգեր, կանոնակարգ օրենք, որը սահմանում է տարբեր ստորաբաժանումների, այդ թվում նաև քննիչ հանձնաժողովների աշխատանքի ընթացքը, կարգը եւ այլն, այսինքն տեղ երկիմաստ բաները չկա մեկնաբանելու համար, թե իրականում ինչ պետք է տեղի ունենա։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը դրա մասին հստակ սահմանում է։ Բայց ես կարծում եմ, որ մեր գլխավոր խնդիրը այստեղ պետք է լինի կենտրոնալ բովանդակության վրա։ Այն ինչ որ իշխանությունը ասում է, դրա բովանդակության մասով, որովհետև ինչ կծկտուր ասում են, դա մեկ այլ բան է, թե իրականում դրա մեջ ինչ է դրված լինում, դա լրիվ ուրիշ բան է։ Իմ համար միանշանակ է եւ մեր դիրքորոշումը դեռ 22 թվականին այդ հանձնաժողովի ձևավորման օրերին է հնչեցվել, հանձնաժողովի նիստում, այդ Անդրանիկ նիստում, երբ որ մենք ասացինք, որ ակնհայտորեն հաշվի առնելով այսօրվա իրողությունները, հաշվի առնելով իշխանության բարձրագույն մարմնում գտնվող անձանց հայտարարությունները, ըստ էության ոչ մենք քննիչ հանձնաժողովին, այլ առասարակ դատաիրավական համակարգին արվում են հրապարակային ուղղորդումներ, առնվազն հրապարակային ուղղորդումներ, նշանակվում են դավաճաններ, նշանակվում են մարդիկ, որոնք պատասխանատու են այս կամ այն իրավիճակի համար, կոնկրետ մարդկանց հանցագործներ են անվանում այն մարդկանց շատ դեպքերում, երբ որ նույնիսկ գործերը այդ մարդկանց դատական ատյաններ չեր ասա եւ այլն, այսինքն ակնհայտորեն արդեն տեղի ակնհայտ էր դառնում, որ իշխանությունը ինքը արդեն որոշել է թե քաղաքական առումով ինչ պետք է դրա մեջ գրվի բովանդակային առումով եւ խնդիրը այստեղ պարզապես փաթեթավորման հարցն էր թե որին ինչ ձևով պետք է լինել երբ որ մենք ասում ենք այստեղ խնդիրը այն է որ փորձ է արվում ամբողջությամբ դա բերել փաթաթել բանակի վզին այստեղ խնդիրը այն չէ որ օրինակ ես կարծում եմ որ բանակային տարբեր օղակներում մենք խնդիրներ չենք ունեցել հրամանատարական կազմի տարբեր ծառայողներ եւ այլն Էդի առանձին ոչ մենք քննիչ հանձնաժողովի սա ավելի շատ իրավական գնահատականների խնդիր է որտեղ ակնհայտորեն տարբեր օղակներում կլինի կենտրոնական ապարատ կլինի զորամիավորումների զորամասային օղակ գումարտակային օղակ բոլոր ուղղություններում խնդիրներ եղել են այլ բան է որ իշխանությունը փորձում է ինքը քաղաքական իշխանությունը հետ քաշել ամբողջությամբ մնացած բաները թողնել բանակային օղակի վրա ցույց տալու համար որ իրենք այդ ամեն ինչը գնահատում են վերևից իրականում խնդիրը իրենց մակարդակով չի եղել եւ այլն հիմա թե նեղ իշխանական առումով այստեղ ով ինչ ամբիցիաներ ունի ով ինչ խնդիրներ ունի ով ում վրա ինչով է ուզում ջարդել դա գիտեք օրվա կամ 2-3 օրվա իրադարձությունների քննարկման մասը մեր համար գլխավոր խնդիրը կապված է 44-օրյա պատերազմի հանգամանքների, դրա պատճառների, դիվանագիտական, ռազմական, քաղաքական, տնտեսական բոլոր բաղադրիչների հետ, որը այս իշխանության պայմաններում
քննիչ հանձնաժողովների կամ դատարանների միջոցով բնականաբար որևէ հստակություն այդպես չի Այսինքն ես լինելու։ ճիշտ հասկացա, դուք կարծում եք, որ այստեղ ներթիմային ինտրիգներ են եւ որևէ միտում զեկույցը ձգձգելու զեկույցի հրապարակումը կամ այն չհրապարակելու հարցը չկա։ Ակնհայտորեն այդտեղ կարող է լինել խնդիր, որի մասին միգուցե լայն հանրությունը չգիտի, բայց դա այս բանը չի հետաքրքրում։ Հիմա այդ զեկույցը ժամանակին կոնկրետ ժամկետ էր դրա համար սահմանված, նախագծով բան փոխեցին, հետագայում երկարաձգեցին, հետո անորոշ եւ տարօրինակ ձևով երկարաձգեցին, հիմա էլ հայտարարում են, ասում են դա այնքան մեր պետության համար կարեւոր է, որ դրա ուշանալը այլևս ակտուալ չէ, պետք է իշոպայի հրապարակենք, բայց ես չեմ ուզում մտնել այդտեղ որևէ բան չասող ու շատ դեպքերում կենցաղային դարձած այդ բանավեճի մեջ։ Որ այս խաղաղության, այս իրենք որ ստեղծել են այս ամբողջ որ մենք արդեն խաղաղություն Այդ թեմային չվերադառնալու ուզում նորից, բանն է։ այսպես ասում են, Բորբոք են կրական։ Այսինքն որտեղ եթե քննարկում լինի, պետք է նորից Ամեն դեպքում նորից ընդդիմություններ լինեն։ Եթե երաբլուր չեն գնում, նորմալ չի, որ այս հարցներ ուզում են այսպես ասած հակել։ Անկախ դրա բովանդակությունից։ Ես այստեղ նաև այլ բան եմ տեսնում։ Գիտեք, հիմա մեկ բան է, որ դու քաղաքական հանձնարարություն ես տալիս ինչ-որ կոնտենտ սարքելու, հետագայում օգտագործելու քո քաղաքական մրցակիցների կամ քո հասարակության դեմ, մեկ բան է, որ դու պետք է կարողանաս այդ ամեն ինչը սարքես։ Հիմա ես սա ինչի եմ ասում։ Հիմա տեսեք, պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը հարցազրույցների ձևով գիրք է հրապարակել, որը դու կարդում ես, հստակ պարզ է դառնում, թե դրա պատասխանատուն ովքեր են եղել։ Այսինքն ռազմաքաղաքական այդ ժամանակվա իշխանությունը, որոնց գործողությունները կամ գործողությունների բացակայությունը բերել է նմանատիպ իրավիճակի։ Հիմա նույնը, նույնիսկ որոշակի պարբերականությամբ, երբ որ կարծիք են հայտնում, թե ինչ ա եղել, ոնց ա եղել եւ այլն։ Հիմա իրանք իրենց խոսքերով են մատնում, որտեղ որևէ ձևով չես կարա դու ամբողջությամբ քողարկես այն իրականությունը, որը գոյություն ունի։ Հա, գնա ասա, էսի դավաճան ա, էսի փախել է, այնի բան արել, բայց դու եղել ես պետության գլխին, կառավարում ես իրականացրել, դու որոշումներ ես կայացրել, դու օպերացիաներին ես հավանություն տվել, որը չես կարող ամբողջությամբ քողարկել։ Եթե պաշտոնական կեղծիքի դիմեն, դա այդ բոլոր մարդկանց, նաև հանցակիցներին պատասխանատվության այլ դաշտ է բերելու։ Ուզում եմ ասել, նաև այդտեղ կարող է լինել այն հանգամանքը, որ ցանկացած պարագայում իրենց համար այդ զեկույցով նաև բարձ է դարձել, որ պաշտպանվելու հնարավորություն իրենք չունեն եւ ցանկացած դեպքում այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը իրենց դեմ է աշխատելու։ Դրա համար գուցե փորձում են ձգձգել։ Միգուցե փորձում ենք ձգձգել, մենք չգիտենք հետագայում դա ինչպես կներկայացվի, ինչ ծավալով կներկայացվի։ 2016 թվականի մարտական գործողությունների հետ կապված է, չէ՞, մեծ աղմուկ եղավ, իրենց իշխանությունը քննում էր նախորդ իշխանությունների զեկույցը, որ լրիվ ուրիշ իրավիճակ էր, բայց 2016-ից զեկույցից հետո որևէ բան տեղի է ունեցել, որևէ բան տեղի չի ունեցել, որովհետև այն ինչի մասին իրենք խոսում էին, ուռճացնում էին, մեծացնում էին, տեսան, որ դրա ծավալների 5%-ը կամ 10%-ն են ընդհանրապես տեղ ներկայացված եղել։ Հիմա այս դեպքում իրենք չեն կարող պատասխանատվությունից դուրս գան, ել չեմ ասում, որ մարդիկ, որոնք այս տեղի ունեցածի համար իրավական, քաղաքական եւ բարոյական պատասխանատվություն են կրում, իրենք իրենց չեն կարող հասկանում այդ քննել եւ դրա հիման վրա ինչ-որ զեկույց ներկայացնել։ Պարոն Աբրահամյան, երեկվա ելույթից նաև ժողովրդավարության մասը, այդ մասին էլ անդրադարձեք, երբ Հայաստանում արքեպիսկոպոսներ են կանոնավորված, բարեր առնե հայ առաքելական եկեղեցու պաշտպանելու համար դեպքում Փաշինյանը այնտեղ այսպես ժողովրդավարության մասին է փորձում համոզել եվրոպացիներին։ Ինչու է դա անում, այնտեղ չգիտեն Հայաստանում ինչ է կատարվում, ինչ է ուզում, ինչ է կարծում։ Կան շատ միջազգային կառույցներ եւ նաեւ կոնկրետ եվրոպական պետություններ, որոնք ժամանակին խոշորացով հետևում, զեկույցներ էին պատրաստում, արձագանքում էին Հայաստանում մինչեւ 18 թվական տեղ ունեցող իրադարձություններին, իսկ հիմա խուլ եւ համրի կարգավիճակում են, որևէ ձևով չեն տեսնում այն ինչ որ տեղի ունում մեր երկրում, չեն տեսնում քաղբանտարկյալների, տասնյակներով քաղբանտարկյալների առկայություն, չեն տեսնում քաղաքական հետապնդումները, չեն տեսնում թե ինչ է տեղի ունում հայ առաքելական եկեղեցու եւ նրա առանձին հոգեորականների դեմ, չեն տեսնում այն թե ինչ է տեղի ունում բոլոր այն մարդկանց հետ, ովքեր գործարար են կամ բարերար են ու ցանկություն են հայտնում մտնել
մեծ քաղաքականություն հայաստանյան մասշտաբով, չեն տեսնում բոլոր այն մարդկանց, ում հետ նաև տարբեր փուլերում, տարբեր կառույցներում աշխատել են, բայց այդ մարդիկ հայտնվել են անազատության մեջ, ինչպես օրինակ Արմեն Աշոտյանի դեպքում էր, ում եվրոպական հիմնական կառույցներում երկար աշխատանքի, համատեղ աշխատանքի արդյունք որպես նաև ճանաչում էին եւ գիտեին։ Այսինքն ընտրողական արդարադատության մասին, երբ մենք խոսում ենք մեր երկրի ներսում, դրանք քաղաքական նկատառումներով նաև այսօր տեսանելի են եւ դրանք նաև աշխատում են տարբեր երկրների եւ տարբեր կառույցների համար, որոնք ներկայանում են որպես իրավապաշտպաններ, միջազգային իրավունքը կամ ժողովրդավարությունը պաշտպանող կառույցներ, բայց դրանք անում են ըստ քաղաքական նպատակահարմարության։ Այս պահին իրանց համար Նիկոլ Փաշինյանի այստեղ իշխանության ղեկին լինելը բխում է իրենց աշխարհակաղակական առաջնահերթություններից, բնականաբար նրանք որևէ խնդիր չունեին։ Նիկոլ Փաշինյանի տեղում լիներ մարդ, ով չէր ներկայացնում իրենց քաղաքական առաջնահերթությունները, նա վաղուց լինելու էր բազմաթիվ ճնշումների եւ կոշտ բառամթերքի ներքո։